Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Արցախյան մարտահրավերն են դիտարկում ու կոչ Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովին 38-րդ նիստը ամսվա ամփոփումով Մունզուրը աղբյուրն են Արևմտյան Հայաստանը դարավոր խորհրդավոր հուշակոթողը Վանալիչ։ Արևմտյան Հայաստանում հայտնաբերվել աշխարհի ամենաքյոհնյակ հանդակված մարդկային դեմքը Բաքվի վերաբնակեցման քաղաքականությունը միջազգային իրավունքի խախտումը։ Արցախաժողովրդի ետառնալի իրավունքը յուրան հայրենի ու հոգևոր ժառանգությունը անկախտելի է ԱՀ մշակույթի նախարարություն։ Լուիս Մորենո Օկամպո, Արցախաժողովուրդը կարիք ունի ներկայացվածության։ Վերջին հանրային ելույթներում ընդգծվում ավերկուսակցական դիրքը պիտի զիջի ազգային պատասխանատվությունը։ Արցախում առաքելությունը հստակ է պաշտպանել տարածքներն, ապահովել հայերի անվտանգությունը ապագան։ Պատմական փորձը Կիլիկիայից մինչև մեր օրեր պարտադրում է զգոնություն դաշնակիցների խոստումներին վերաբերվելիս։ Սորվա մարտահրավերն են հայության հարցերը ոչ միայն քաղաքական, այլև իրավական դաշտ տեղափոխելն է։ Միջազգային դատարաններին որոշումն պիտի դառնան պաշտպանության գործիք։ Հասարակությունը պիտի խիստ ու պահանջկոտ լինի իշխանությունների նկատմամբ պահանջելով թափանցիկություն ու հաշվետվություն։ Պիտի վերջ տալ կեղծիքների ամրապնդել իրավական դիրքերն ու ձգտել ազգային միասնության ի նպաստ Արցախա-Արևմտյան Հայաստան ապագայի։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովին հերթական նիստը պետցարալ խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը նիստին վաղտը ինքը անդրադարձալ ազգային ժողովի ընթացիկ քննարկումներին ու սեպտեմբեր ամսվա գործերին վեր ամփոփվալն որպես ամսվա եզրափակիչ հաշվետվություն։ Նիստին վաղտը քննարկվալն Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողովի Արևելյան Հայաստան ազգային ժողովի համագործակցության ընթացքին, ինչպես նաև հայերի բնակության ճանաչման նախագծի ու դրան առնչվող հուշագիր փաթեթի քննարկման երրորդ փուլը։ Քննարկումներին վաղտը հստակեցվալ նախնական դիրքորոշումներն ու մոտեցումն են։ Նիստի մշակութային հատվածում ելույթ ունեցալ Արևմտյան Հայաստանը մասնավորապես դերսիմա մեր հայրենակիցներն վեր ներկայացրալ անվան ալեջի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունն է։ Այդ տեղեկատվությունը որպես մեր ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության մի մաս հանդիսացալ նիստի հետաքրքիր ու խորհրդանշական ավարտը։ Արևմտյան Հայաստանը դերսիմա Օվաջիկ շրջանում գոյություն ունի մի հատ վայր, տեղ բնությունը հավատքը միահյուսվալն դարի խորքից եկող սրբությունավը։ Այդ վայրնա Մունզուրի աղբյուրն են արևիական հավատքի սրբազան կենտրոնը վերը հայոցին Աստվածուհի Անահիտի պաշտամունքին հետ է կապված։ Տեղի ավանդության համաձայն հենց տեղաբախալ Անահիտի կրծքի կաթը կոչվող սրբազան ջուրը ուսուցալա քյոհնադարի հոգևոր աշխարհ ու շարունակման հոսել է դայերի միջավ հայի պես անսպառու անմար։ Աղբյուրի ծագման մասին պատվում է մի քյոհնա ավանդություն։ Դերսիմա մի աղա օգտագնացության ակինամ ուխտին վախտը ինքը Կարծակի օզյումա համտես է ալյուրից սարքված հալվան։ Յուրան հովիվը Մունզուրը զգում է յուրան տիրոջը ցանկությունը վերադառնա շենը ու աղային կնգանը հայտնում վեր յուրան մարդը հալվա է օզյում։ Կնեգյա մտածել ավթա հենց Մունզուրն է օզյում ինքն է սարքում հալվան, բայց Մունզուրը հալամ հալվան չսարաստանում է յուրան աղային։ Վեր աղան ետատռում ուխտից սախ գյուղը յուրան դիմավորում է։ Այդ պահի Մունզուրը կյամա վճխար կթելուց։ Աղան մատնացույց անում Մունզուրին ու ասում. «Վեշթա իմ այլ Մունզուրի ցերքերն են համբուրվելու»։ Ժողովուրդը վազատան բիդա Մունզուրը իսկ ինքը վխելով փախչում է։ Այդ պահին յուրան ցերքում է իլած կաթը թափվում է գետին ու հենց տղան է սկսվում հոսել է սրբազան ջուրը։ Այդ օրվանից Մունզուրը տռալա խորթավոր գոյ միախառնված բնության ու հավատքի հետ։ Վանալիճը հրաբխային ծագում ունեցող սոդայ օղի ջրիրավ լիճը վերը ձևավորվալա Նեմրութ լեռան ժայթքումանը ետը կպելով տեկտոնական իջվածքը։ Լճի մակերեսը կազմում է 3713 կիլոմետր քառակուսի, իսկ բիցրյոտունը 1646 մետր։ Չնայած գորշ ձմեռներին լիճը հաճախ սառչում ճիճիրի պեցյուր աղոյության ու ալկալայնության շնորհիվ։ Լիճը ունի 4 կարևոր կղզի՝ Աղթամար, Լիմ, Ադեր ու Կտուց։ Վերնի պատմական ու տուրիստական նշանակություն։ Լիճը հարուստ չի կենսաբազմազանությունով, բայց հայտնի է մարգարիտային կակաֆիլ տյուկունավ ու մի քանի պլանկտոնային տեսակները։ Վանալիճը աշխարհի ամենամեծ սոդային լիճն է ու Արևմտյան Հայաստանը ամենամեծ ջրային մարմինը։ Հետազոտությունը նշան ցնտանվել լիճը պարունակում է շուրջ 50 տոննա ուրան, մոտ 7.5 միլիարդ դոլար արժողությունով։ Լիճը շրջապատված է հանգացարաբուխներով ու տեղադրված է Արևելյան Տավրոսի լեռնաշղթայի ու Ալադաղ լեռների միջև։ Լիճը ձևավորվել է մոտ 200,000 տարի առաջ Նեմրութա ժայթքումանը ետը։ Արևմտյան Հայաստանը հարավ-արևելքում գտնվող Քարահանթեփի հնավայրում հայտնաբերվել է մարդկային դեմքի ամենաքյոհնյակ հանդակված պատկերն աշխարհում։ Քարը պատրաստված է մոնոլիտային սիան երան ու համարվում է շուրջ 12000 տրնվա հնություն ունեցող արվեստի նմուշ, որը փոխում է պատկերացնում են Թահիբի ձևավորված մարդկային դիմանկարչությունը։ Քարահանթեփեն համարվում է համաշխարհային մշակույթի օրաներամինը համադրելի Գոբեքլի թեփեին հետ, բայց գիտնականներին կարծիքավը առանձնանում է յուրան ավելի բարդ ճարտարապետությունով ու հնագույն հասարակության կառուցվածքների վկայություններով։ Տարածքը տեղ բնակվալն որսորդն ու հավաքողն է զարդարված է մեծածավալ տաձև քարեցյուներով ու քանդակներով։ Գիտնականն էրկանտարին է գրել չնայած բացատրի նեցությունների նշանակությունը։ Թեզագտած ունապատասխանում է վերտրանք կրալն խոր խորհրդանշական իմաստ։ Մարդու դեմքի պատկերացությունը ըստ հետազոտողների մարդկության բերվի փորձն է։ Ինքը յուրան արտացոլի քարին իրան տրանավից սկիզբ դնելով դիմանկարչության արվեստին։
Բաքուն շարունակում է բռնազավթված հայկական բնակավայրերում իրականացնել է վերաբնակեցման քաղաքականություն տեղափոխելով ադրբեջանցիներին։ Միջազգային իրավունքի տեսանկյունից սա դիտվում է որպես բնակչության փոխարինում ու կարևորակվե որպես ցեղային զտման շարունակություն։ Արցախահայության ետեռնալին իրավունքը վերամրագրված է ՄԱԿ-ի ու միջազգային համաձայնագրերով շարունակում է մնալ անիրագործելի Բաքվի մերժողական քաղաքականության դերդան։ Այս քայլերը վկայում են Բաքվի նպատակների մասին վերջնականապես վերացնել հայկական ներկայությունը Արցախ ու Արևմտյան Հայաստան։ Ուղիղ 5 տարի առաջ 2020 հոկտեմբերի 8-ին Բաքվի զինված ուժերը ուղիղ նշանառությունով ռմբակոծան Շուշվա Սուրբ Ամենափրկիչ Ղազանչիցուց եկեղեցի։ Այս վայրագործողությունը վերողված այլ ոչ միայն հոգևոր, այլ մշակութային ժառանգության դեմ տառալամշակութային ցեղասպանության խորհրդանշական դրսևորումը։ Հայ ժողովրդին հետի հոգևոր խորքային նշանակություն ունեցող սրբավայրի ռմբակոծությունը միջազգային ՄԽԼ կառույցների հետ թվում Եվրոպական հանձնաժողովի կողմից արժանացել է խիստ քննադատության։ Բայց նման դատապարտումն են ակնհայտորեն բավարար չնել կանխել է հետի մշակութային արժեքների շարունակական ոչնչացումը Արցախի օկուպացված տարածքներում։ Մենք վերահաստատում ենք Արցախի ժողովրդի ետեռնալի իրավունքը իրան հայրենի վաղու հոգևոր ժառանգությունը անկախտելի է։ Իսկ միջազգային հանրությունը պարտավոր է գործնական քայլերով ապահովի Արցախի մշակութային ժառանգությունը, պաշտպանությունը, կանխետարայուրացումը Քյոմագյանի արդար ետեռնալին։ Լուիս Մորենո Օկամպոյին կարծիքը Արցախը կարելի չի ներկայացվել Հայաստանի կողմից։ Միջազգային քրեական սուդի պերվի դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նշալավեր Հայաստանը ի վիճակի չի Արցախի հարցավը բանակցե Բաքվի հետ։ Յուրանսելավը Արցախի ժողովուրդը կարիք ունի անկախ ներկայացվածության ու այդ առումով կարևորում է Արցախում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը վերին հեղինակն է շվեյցարացի խորհրդարանական Էրիկ Վոնդոբելը։ Օկամպոն աջակցում է Արևելյան Հայաստանի Հանրապետության Ամերիկա-Ադրբեջան երակողմ համաձայնությանը, բայց ընդգծում է վեր այն ներառում չի Արցախի ժողովրդի Բաքվում պահվող հայ պատանների հարցերը։ Շեշտալավեր ՄԽԼ խորհրդարանական Ամերիկայից մթից ու ԵՄ-ից պաշտպանում են Արցախցուց ետեռնալի ու պատանների ազատման հարցը։ Հիշեցրալավեր 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրալ է Բաքվին ապահովել Արցախը հեռացած անձանց անվտանգ ետեռնալը։ Նախաձեռնությունը Օկամպոյի կարևոր է, պիտի աջակցվի։ Ընդգծալավեր Արցախ հայերը լիազորալ Արմենակ Աբրահամյանին իրանց ներկայացնելի միջազգային ատյաններում ու լյուբոյ այլ իրավական մեկնաբանություն կարե խաթարե իրանց ինքնորոշման իրավունքը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։